Մասնավորապես Իրանի ռազմապատերազմական կարգավիճակը, ես ուզում եմ հասկանալ, ըստ ձեզ, ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի զբաղի ու պահպանի իր անվտանգության սահմանները։ Ու բացի դա ուզում հասկանալ, դուք ինչպես եք վերաբերվում Արցախի հարցին, ինչ պետք է անել հետագայում, որպեսզի ինչ-որ չափով վերականգնելու ինչ-որ նմուշներ կամ կետեր ունենալ։ Շնորհակալություն։ Գիտեք, Արցախի հարցում մեր հստակ մոտեցումը այն է, որ այնինչ հիմա մենք իրատեսականորեն կարող ենք պահանջել և կարող ենք ունենալ, դա արցախցիների անվտանգ հետ վերադարձի իրավունքն է, սա ամրագրել է։ Ու սա մի պահանջ է, որն իսկապես հասկանալի է բոլորի համար, այսինքն արտաքին խոշոր խաղացողների համար։ Ոչ մեկ չի կարող ասել, որ մի ժողովուրդ, որն այնտեղ ապրել է հազարամյակներ, իրավունք չունի վերադառնալ։ Հիմա սա է պետք անել ու ցավոք սրտի այս հարցը հիմա բացարձակապես չկա մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ Իշխանությունները սա փորձում են բացատրել նրանով, որ սա վտանգավոր է, նույնիսկ տեղ ասում են, երբ որ մենք խոսում ենք արցախցիների վերադարձից, Ադրբեջանը խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, բայց սրանք չգիտեմ, անգրագիտություն է նման ձևով մեկը մյուսին հակադրել, որովհետև այս երկու հարցեր են, որոնք իրար հետ կապ չունեն։ Արցախը ունեցել է, Լեռնային Ղարաբաղը ունեցել է այլ կարգավիճակ, սովետական միության ժամանակ, ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել և ինչպես Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, այնպես էլ Ադրբեջանում ապրել են հայեր, այսինքն եթե իրենք խոսում են ադրբեջանցիների այստեղ վերադառնալուց, մենք դրան հակադրում ենք հայերի վերադառնալով Ադրբեջան, բայց Արցախը լրիվ այլ կարգավիճակ ունի այս ամեն ինչում և մեկը մյուսին հակադրելի չէ և այս արդարացումները, թե ինչի չեն խոսում սրանից, ինձ համար ընդհանրապես համոզիչ չեն և միանշանակ սխալ են, այնպես որ այս մասով պետք է միանշանակ մեր արտաքին քաղաքական օրակարգում լինի արցախցիների անվտանգ հետ վերադառնալու իրավունքի հարցը առաջ տանելը և սա շատ բնական, հասկանալի, իմիջիալոց նաև բոլոր շփումներում արտաքին գործընկերների հետ, տարբեր երկրների, ովքեր հիմա իրար հետ հակամարտություն ունեն, սա այն հարցն է, որ բոլորի համար ընդունելի է։ Նույնիսկ Շվեյցարիայի խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով հենց այս հարցերի հետ կապված, այն դեպքում, որ մեր երկրում հայկական իշխանությունները ընդհանրապես դրա մասին չեն խոսում։ Իմիջիալոց ես նաև կարծում եմ, որ սա արտաքին քաղաքական օրակարգում պահելով մեր բանակցային դիրքերը թեկուզ խաղաղության հասնելու տեսանկյունից շատ ավելի ամուր են լինում, որովհետև իսկապես այս պահանջը շատ հաստատված է։ Էթնիկ զտումը, այն ինչ տեղի է ունեցել Արցախում, քննադատվել է բոլորի կողմից և այստեղ շատ լուրջ մենք մեր երկիրը անելիք ունի ու նաև իսկապես արդարացիորեն այստեղ ճշմարտությունը մեր կողմն է։ Շնորհակալություն, իսկ Իրանի հետ Իրանի ռազմաիրադարձական կարգավիճակը ինչպես պետք է դրսևորվի Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի պահպանի իր անվտանգությունը առանց ռիսկի դնելու։ Մենք իհարկե չենք կարող որևէ կերպ ներգրավել այս ամենի մեջ, սա հասկանալի է, ամեն ինչ պետք է անենք այդ ընկալումը չունենալու համար։ Եվ նաև այս ընթացքում չպիտի անենք քայլեր, որոնք մեր բարեկամ Իրանի մոտ կարող են հարցեր առաջացնել։ Ինչպես գիտեք, նման մտավախություններ եղել են, հնչեցվել են իրենց կողմից դեռ մինչև այս ռազմական գործողությունները, կապված նաև ԻԼԻՊ-ի հետ։ Այստեղ ուղղակի պետք է շատ ճիշտ, այսպես ոսկերչական դիվանագիտություն է պետք, ոչ մի կերպ և չներքաշվելու, և նաև չփչացնելու